Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ չի հարուցվել եւ համապատասխանաբար ոստիկանության աշխատակիցները Բեգլարյանին եւ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին չեն հարցաքննել։ Ուրեմն ոստիկանության ոչ մի ստորաբաժանումում քրեական գործ չի հարուցված առաջի դեպքի կապակցությամբ եւ նյութեր էլ չեն նախապատրաստվել։ Սա ասեն, որ իմանանք։ Այո։ Նախկին քաղաքապետի հետ կապված։ Բեգլարյանը ինչ էր արել։ Դու բավականին կարծում եմ լուսաբանել։ Հունան Պողոսյանը նաև հերքեց տեղեկությունները, թե վերջերս մի խումբ քրեական հեղինակություններ են այցելել Հայաստան։ Ասեմ ձեզ, ապա տեղեկատվություն է քրեական հեղինակությունների այց Հայաստանում կամ նմանատիպ շարժ, հավատացած եղեք ու համոզված։ Այսպես կոչված քրեացին հեղինակություններ են այստեղ կամ այնտեղ ոստիկանությունը նրանց նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի հնարքները, միջոցները ունի տիրապետում է այդ միջոցներին, նրանք գտնվում են մեր մշտական օպերատիվ տեսադաշտում եւ նրանց կողմից որևէ անօրինական արարքի դեպքում հենց կհակազդվեն, որ իրենք էլ կզարմանան։ Պատասխանելով Ռուսաստանի մայրաքաղաքում մեկ շաբաթից ավելի շարունակվող ազգամիջյան բախումների մասին հարցին, փոխոստիկանապետը արձագանքեց, թե խնդրեմը այսօր չի հասունացել։ Մահ խաչիկներին կարգախոսը ուղղված չէ հատկապես հայերի դեմ, որոնք Հունան Պողոսյանի կարծիքով համարյա ներգրաված չեն կամ քիչ են ներգրաված իր կարծիքով վերևներից ուղղորդված այդ դեպքերին։ Ասեմ, որ մեր հայազգի քաղաքացիներ շատ քիչ են ներգրաված կամ համարյա ներգրաված չեն։ Ընդհանուր առմամբ այնտեղ խնդիրը այլ է եւ ոստիկանության ու իրանց ներքին գործերի համակարգի առջեւ հստակ խնդիրներ է դրվել իրենց երկրի ղեկավարության կողմից։ Կարծում եմ շահարկվում է եւ ինչու՞ չէ, ենթադրում եմ, որ կարող է եւ կազմակերպված բնույթ է կրում, որովհետեւ ինքնաբուխ նման բաներ շատ հազվադեպ են լինում։